Պարոն Խոջյան, գործընկերս քիչ առաջ ասեց կարկուտի եւ դրա հետևանքով տուժած մեր հարավոր քաղաքացիների խնդիրների մասին, ես ուզում եմ նաեւ ձեր ասածին շարունակությունը ապահովագրական ընկերությունները հրաժարվում են մարդկանց հետ պայմանագիր կնքել, սա արդեն մասսայական է, բազմաթիվ դիմումներ ենք ստանում, երբ որ մեր հայրենակիցները իրավացի վրդովված են, որ պայմանագիր չեն կնքում, քիչ չէ պայմանագիր չեն կնքում, շատ տեղերում է, որ կարկուտից տուժում են մեր հայրենակիցները, այդտեղ վնասի գնահատում չեն իրականացնում, ես եթե պետք է նաև կուղարկեմ ձեզ այդ տվյալները, որտեղ որ չեն իրականացնում, հիմա մարդը կանգնում է փաստի առաջ, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս է 100% իր եղած չեղած ուրեմն բանը անում, ջարդում է, այս մարդը վարկային պարտավորություններ ունի, չի կարողանում իր վարկային պարտավորությունները կատարի ու սննկացման է գնում։ Հիմա մենք պետք է ձեռ բռնենք այդ մարդկանց։ Այսինքն եւ այստեղ պետությունը անելիք ունի։ Եթե կոնկրետ մենք էլ օրենսդրական ինչ որ աշխատանքներ պետք է անենք, այս առումով պետք է անենք, մենակ չթողենք այդ մարդկանց։ Եվ հարցս հետեւյալն է, արդյոք դուք վերջնական գնահատում արեք եւ այս ընթացքում գոնե որոշ փոխհատուցումներ, եթե ասել եք չեմ լսել, ներողություն եմ խնդրում, տրվել են մարդկանց եւ ինչքան կոնկրետ թվերով կարակ ասեք, այսքան մարդկանց տվել են։ Եվ երկրորդ հարցս կապված է կոնյակագործության հետ։ Բազմաթիվ անգամներ ստեղից հնչեցրել են, որ այդ ոլորտը բացի թողի վիճակում է եւ շատ մեծ խնդիրների առջեւ է կանգնած։ Գիտեք, խնդրի մասին չեմ ուզում նորից էլի ներկայացնեմ, կապված Վրաստանում այնտեղ նաեւ մեր բեռնատարների կան, այս ուղղությամբ ինչ որ աշխատանքներ արվում են, ինչ սպասեն, հիմա մեզ լսող կոնյակագործները, խաղաղագործները, ինչ սպասեն։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, պարոն Խոջյան։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան։ Ես մի փոքր անդրադարձ կատարեցի կարգտահարության դեպքերի հետ կապված եւ իմ խոսքում նշեցի արդեն, որ իրականացել է գնահատում։ Գնահատումը նաեւ շարունակական է, որովհետեւ կարկուտը դեռ շարունակում է տեղալ։ Ընդհանուր առմամբ այս պահին, որը որ մենք արձանագրել ենք, կարգտահարված հեկտարները 8740-ի մասին է խոսքը գնում, սակայն կան հեկտարներ, որոնք որ 20-ից 30% է կարգտահարումը, կան տարածքներ, որտեղ որ 70-ից 90% է կարգտահարումը եւ որոշ արձանագրումներ ունենք, որտեղ որ գրված է 100% կարգտահարություններ։ Եվ իհարկե այս մասով մենք ես նշեցի արդեն, որ արդեն իրականացված են խորհրդակցություններ, բավականին ընդլայնված կազմով խորհրդակցություններ, արձանագրված է ընդհանուր առմամբ մոտեցումները, որը որ պետք է իրականացվի, այն ինչ որ վերաբերում է ապահովագրական ընկերություններին, մեզ համար դա նորություն չէ, մենք 2025 թվականին ակնկալում ենք, որ ապահովագրական ընկերությունները որոշակի զսպվածություն ունենալու են, որովհետև հիմա կենտրոնական բանկի հետ համատեղ նաև միջազգային գործընկերների այն մեխանիզմներն են հիմնարար ստեղծվում, որպեսզի հետագայում մենք ունենանք ավելի կայուն եւ դիմակայուն համակարգ այս հարցի շուրջ, որովհետեւ ընդհանուր առմամբ եթե մենք նայում ենք ամբողջ աշխարհին, տեսնում ենք ոչ միայն ապահովագրական գյուղատնտեսության ապահովագրությունը Հայաստանի Հանրապետությունում ունի խնդիր, այլ աշխարհի բազմաթիվ երկրներում այն առերեսվում է խնդրին եւ դա պայմանավորված է բնակլիմայական պայմանների փոփոխությամբ։ Եթե կարկուտը ինչ որ մի ժամանակ առաջ ռիսկ էր, որը որ ժամանակ առ ժամանակ տեղում է, հիմա այն դարձել է կրկնվող աղետ։ Եվ այստեղ շարունակաբար պետք է ասեմ, որ մենք նաև իրականացրեցինք այդ հակակարգտային ցանցերի նաև ներդրման աջակցության ծրագիրը, մեկնարկեցինք եւ կարծում ենք, որ նմանատիպ գործիքների միջոցով մենք կկարողանանք այն ոչ միայն վնասների, ոչ միայն ծախսերի փոխհատուցում իրականացնենք, այլ այդ գործիքների ներդրման միջոցով կկարողանանք բերքը պաշտպանել, որովհետեւ մեր նպատակը գյուղատնտեսության ոլորտում ոչ միայն ֆերմերի ծախսի փոխհատուցումն է, այլ ընդհանուր բերքը ունենան, որպեսզի բերքը մտնի նաև տնտեսություն եւ վարություն բերի նաև մեր ֆերմերային տնտեսություններին։ Քանի որ կարկուտը նաև շարունակական է, այս մասով պետք է ասեմ, որ մենք այս պահին դեռ զսպվածություն ենք սահմանել մինչև հունիսի 20-25-ը ամբողջական պատկերը ունենալուց հետո նոր արդեն առաջարկով կգանք, բայց հիմքում դրված է այն ծախսային գնահատականը, որը որ ապահովագրական համակարգում գործել է։
Ինչ վերաբերում է պարոն Դանիելյան կոնյակագործությանը, ես մի փոքր ուղղակի անդրադառնամ ձեզ համար կիսվեմ որոշակի տեղեկություններով, ընդհանուր առմամբ այս խնդիրը արձանագրվեց, սկսեց նշմարվել 2025 թվականի ապրիլ ամսին, եւ պետք է ասեմ, որ 2025 թվականի ապրիլ ամսից մինչ օրս ես ամենօրյա կտրվածքով նաեւ այս տեղեկատվությունը ուշադրության կենտրոնում է եւ մենք գրեթե ամեն ժամյա կտրվածքով վերամշակող կազմակերպությունների հետ կապի մեջ ենք եւ այն բոլոր տեղեկատվությունը, որ մեզ հասանելի է, մենք նաեւ խորհրդակցում եւ կիսում ենք գործարարների հետ եւ դա կարող են փաստել նաեւ գրեթե բոլոր գործարարները։ Նշեմ, որ ապրիլ ամսվանից մինչ օրս ընդհանուր առմամբ լրացվել է մաքսային 557 դեկլարացիա, արտահանման դեկլարացիա, վերջնակետին հասել են 391 դեկլարացիա ավարտված է համարվում, նշանակում է օրինակ, եթե արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, ապա ապրանքը արտահանվել է եւ հասել է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնին։ 391-ի մասով դա ավարտված է, դա 70% է։ Պարոն Դանիելյան, ձեզ կհետաքրքրի նաեւ այս թիվը, հունիսի 1-ից մինչ օրս, հունիսի 1-ից մինչ հունիսի 10-ը ներառյալ ՌԴ մաքսային մարմիններին հասել է 50 պարոն Խոջյան, հարգելի գործընկերներ, հետևում խնդրում եմ մի քիչ լուռ էլի։ Շնորհակալություն։ Հունիսի 1-ից մինչ օրս 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին։ Արձագանք մեկ պարոն Դանիելյան։ Արձագանքը, ուրեմն մենք ոչ միայն պետք է գնանք այդ աղետի հետևից, որ այդ պետք է անհրաժեշտ է որ մարդկանց այդ փոխհատուցումները տանք, որովհետև այլապես ինքը չի կարողանա իր բնականon գործունեությունը ծավալի։ Այլ նաև այդ հակակարկտային կայանը պետք է ընդհանուր մեխանիզմ մշակենք, տեսնենք հլա ինչ ենք ներդնում, ինչ ենք անում։ Միտեղ ասում են հակակարկտային կայանը չի աշխատել, միտեղ էս խնդիրը կա, այն խնդիր կա։ Վերջնարդյունքում մեր գյուղացիներն են դժում։ Այդ առումով ես նաև կարակ չարձագանքեք, բայց գործուն քայլեր պետք է ձեռնարկեն եւ կոնկրետ խաղաղագործները սպասում են, որովհետեւ իրենք էլ մտահոգություններ ունեն լուրջ, թե այդ բերքը ինչ են անելու, այս շատ կարեւոր հարց է, դուք էլ պետք է հետեւողական աշխատանք տանեք։ Շնորհակալություն։ Այդպես էլ արվում է, պարոն Դանիելյան, շնորհակալություն, հաջորդ հարցը խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Խոջյան, թվեր հնչեցրեցիք, որ բավականին մեծ ծախսեր է իրականացվել գյուղատնտեսության ոլորտում, բայց ընդհանրապես կարողացել եք 1.6%-ի աճ ապահովեք։ Էն էլ չեք բացում, որ իմանանք ինչի հաշվին է, էլի։ Դա ընդհանրապես ծաղկի արտահանման եւ կոնյակի սպիրտի արտահանման կամ կոնյակի արտահանման հաշվին է։ Հողօգտագործման բնագավառում եւ անասնապահության ոլորտում անգամներով նվազում ունեք։ Անգամներով։ Եվ գաղտնիք չէ, որ այդ ցանկատարածությունները հեկտարներով կրճատվել են։ Դուք ընդ ձեր զեկույցում ասում եք, որ անասնապահության աճ է գրանցվել։ Արդյոք դա իրականությունն է։ Դուք եղել եք մարզերում։ Անասնագլխականակի աճը անգամներով անասնագլխականակ անգամներով նվազել է։ Եվ ստեղ ասում եք 195,000 անասուններ համարակալվել է, չեք վերցրել դա նախկինում ներկայի տարբերություն ինչքան է եղած անասնագլխականակի տարբերության։ Այսինքն պետական միջոցները դրել եք այդտեղ, արդյունքը 0 եղա, ես այդպես եմ գնահատում աշխատանքը, որտեղ գյուղատնտեսության մեջ մեծ հաշվով փող եք դրել, բայց ոչինչ չի ավելացել այդտեղ։ Սա մեկ եւ երկրորդը մեր ազնաժողովներում բազմաթիվ անգամ եւ եւս մեկ անգամ հարց բարձրացվեց, որ անասուններին պատվաստման խնդիր ենք դրել, այսօր բրոցիլոզը վարդերից տարածաշրջանում վխտում է։ Գաղտնիք չէ։ Եվ ինչն է խնդիրը, բազմաթիվ ազանգեր կան, որտեղ որ անգամ անասնապահները, ովքեր զբաղվում են իրենց անասունների պահելով, իրենց սեփական միջոցներով փորձում են կրկնակի փորձաքննություն իրականացնեն։ Լաբորատորիաները չեն վերցնում, դուք ծանոթ եք այդ խնդրին։ Այսինքն այնտեղ մի անգամ նմուշարությունը գնաց 15-օրյա ժամկետ է, թե բաց որ կա, օպերատիվ չէ, 15-օրյա ընթացքում այդ վարակված անասունը քանի եւս անասուն կվարակի, սա մեկ եւ քանի որ շատ հարցերում կասկած կա, այդ մարդիկ ասում են մենք շնաց պետությունը փողը դրել է բռնկումների հետ կապված, ասում են մեր ֆինանսական միջոցներով թույլ տվեք կրկնակի փորձաքննություն անցկացնենք, լաբորատորիաները եւ պատկան մարմինները արգելում են, փաստերով ես կարող եմ ասել իմ ասածները, կրկնակի փորձաքննություն չեն անցկացնում։ Սա երկրորդ հարցը եւ երրորդ հարցը նույն այդ կարգ տարման խնդիրը նաեւ Գեղարքունիքի լիճ կամայքում է։ Պարոն Խոջյան, ինչքան էլ փորձեք ասել, որ
ակակարգային ցանցեր ենք ստեղծում, չգիտեմ, ապովագրական կա արձանագրված փաստ։ Ինչ ուզում ալի, կա կարկուտ, կա վնասի պատճառներ, հետևակներ, դուժած օգտագործողներ, գյուղատնտեսներ, ինչ եք նախատեսում, հստակ ասեք, տալու եք այդ մարդկանց փոխհատուցում, թե չէ, մնացածները ընթացքի մեջ են, վերանայելու են, ապովագրական գործողություն բաները, կազմակերպությունները իրանց գործառույթներ իրականացրել են, չեն իրականացրել, այսօր էդի գյուղացում քիչ է հետաքրքրում։ Գյուղացու ապրանքը, Պարոն Ղազարյան, ավարտում է, պարոն Ղալումյան։ Այսինքն լիճ կամայքի մի հատվածում ճանապարհի հատվածում 70 եւ ավել տոկոս կարկուտ ամբողջությամբ սրբել այդ մարդկանց ֆինանսապես օգնել եք, թե չէ, հարցը պետք է ստակ պատասխանի, թե չէ, sense կողքերով գալով դա պատասխան չի։ Ընտրեմ պարոն Խոջյան։ Պարոն Ղազարյան, ինձ թվում է արդեն 3-րդ անգամ կարկուտի վերաբերյալ խոսելը մի քիչ ավելորդ եմ համարում։ Ես ձեզ ասացի, որ այդ բոլոր վնասի գնահատումները իրականացվել են, ընդհանուր հաշվարկի եւ աջակցության մեխանիզմները որոշակի մոդելներ հաշվարկված են, քանի որ կարկուտը դեռ շարունակական է եւ կարկուտի ռիսկը դեռ չի ավարտվել, անհրաժեշտ է որպեսզի մենք ունենանք ամբողջական պատկեր հանրապետությունում, որպեսզի այն մեխանիզմը, որը որ կիրառենք, բոլորի համար կիրառելի լինի եւ ընդունելի լինի։ Սա մեկ։ Ինչ վերաբերվում է արտադրությանը, դուք ասացիք ծաղիկի արտադրություն, դուք ասեք արտահանում, ծաղիկի արտահանում ասացիք, ես եկեք եւ ասի կոնյակի արտահանում, եկեք ես էմոցիոնալ դաշտից հետ գանք թվային դաշտ, որտեղ որ նշեմ, որ 2024 թվականին արտահանվել է 144340 տոննա միրգ բանջարեղեն։ Հայաստանից արտահանվել է 2023 թվականին արտահանվել էր 133302 տոննա։ Ինչ վերաբերում է ծաղկի արտահանումը, ճիշտ է, ծաղկի արտահանումը նույնպես ավելացել է։ Ծաղկի արտահանումը առանձին ենք հաշվել, եւ ծաղկի արտահանումը, եթե 2023 թվականին արտահանվել էր 11.7 տոննա, ապա 2024 թվականին արտահանվել է 565 տոննա։ Այո, շատ ջերմոցային տնտեսությունները նաև ծաղկի արտահանումն են արտահանմամբ են սկսել զբաղվել, բայց դա չի նշանակում, որ միրգ բանջարեղենի արտահանումը նվազել է կամ դա միայն ծաղկի արտահանման արդյունքում է եղել։ Ինչ վերաբերվում է մեր ագրովերամշակման ապրանքների արտահանմանը, դուք նշեցիք, դա միայն կոնյակն է արտահանվում։ Այդպես չէ, 2024 թվականին, եթե մենք խոսում ենք կոնյակի սպիրտի արտահանման մասին, ապա այն նվազել է, 96% է կազմում 2023 թվականի համեմատ։ Եթե մենք խոսում ենք շշալցված կոնյակի արտահանման մասին, ապա այն աճել է, 6% է կազմում, քանակական առումով եմ ես ասում։ Իսկ ընդհանուր առմամբ ագրոպարենային ապրանքների բոլոր կատեգորիաներով, բացի ջրի արտադրությունից, գրեթե բոլոր կատեգորիաներով աճ է նկատվել։ Եվ ընդհանուր համախառն աճը, եթե ես արձանագրեմ, ապա քանակական եւ դրամային աճը կազմել է ընդհանուր առմամբ 14%։ Չիրը, որը որ կազմել է 2023 թվականի նկատմամբ շուրջ 27% քանակական նվազում է եղել, այդտեղ այլ ուշագրավ տեղեկատվություն կա, որտեղ որ քանակական նվազում եղել է, բայց գնային առումով 60% աճ է եղել։ Դա նշանակում է, որ մենք ավելի պրեմիում կատեգորիայի ջիր ենք արտահանել, որը ավելի մեծ եկամտաբերություն է ունեցել։ Ինչ վերաբերում է անասնաբուծության ոլորտի հարցերին, ես խնդրեմ ուղղակի իմ գործընկերը արձագանքի, քանի որ ձեր նշած բոլոր հարցերն էլ կարևոր են, էլի, Բրուցելոզի հետ կապված։ Խնդրեմ արձագանքեք, պարոն Ղազարյան։ Պարոն Խոջյան, մեծ հաշվով այդ թվերը, որ ընչեցնում եք, կա վերջում իտոգ, ընդհանուր գումարայինի տոկոսայինի տեսքով 1.6% է այդ աճը գյուղատնտեսության։ Այո, պարոն Ղազարյան, եւ ավարտեմ, էլի։ Պարոն Խոջյան, ավարտին։ Ցորենի ցանկատարածությունները, որը մեր պարենային անվտանգության խնդիրն է լուծում, չկա, անգամներով պակաս է։ Կարտոֆիլի մշակումը չկա, կաղամբի մշակումը չկա, արվույտի մնացածը չկա։ Սրա մասին է, ջիրը թանկացել է, մարդուն զոլակարծուն ջրի գործը ինչ հետաքրքրում իրան, հետաքրքրում է իր տեղի ապրանքի խնդիրը։ Դուք պետք է ոլորտը ընդհանուր կարողանա կարգավորել։ Մենակ ջրով ու կոնյակով ու ծաղիկով Արտենիսիում կամ Արտում տարածաշրջանի գյուղացու օգտագործի խնդիրը չի լուծում կամ անասնապահի։ Համաչափ զարգացում պետք է իրականացվի տարածքներում, որպեսզի բոլոր գյուղատնտեսությամբ զբաղվող օգտագործողները կարողանան պատշաճ եւ արժանագույն իրենց հողերը մշակեն ու ապրեն բարեկեցիկ։ Էսա խնդիրը, թե չէ թվերը կընչեցնում եք 1.6%-ը ինչ ցուցանիշ է գյուղատնտեսության մեջ, այդքան էլ փող եք դեր միլիարդներով։ Խնդրեմ, պարոն Խոջյան։
Պարոն Ղազարյան, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր եւ ձեր մոտեցումները եւ ցանկությունները նույնական են։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունում համաչափ զարգացում, որ เป զի բոլոր բնակավայրերում այդ զարգացումը համաչափ տեղի ունենա։ Անկախ նրանից սահմանամերձ բնակավայր է, մի փոքր քաղաքային բնակավայրերից մի փոքր ավելի շատ հեռու գտնվող բնակավայրեր, թե մոտ գտնվող բնակավայրեր, համաչափ զարգացումը մեր ընդհանուր քաղաքականության եւ առաջնահերթությունների մեջ է գտնվում եւ այդ է պատճառը, որ կառավարությունը այսօր մեծ ծավալի սուբվենցիոն ծրագրեր իրականացնում, իմ գործընկերները հաջորդիվ կներկայացնեն դրա մասին, բայց ինչ վերաբերում է, որ դուք ասում եք կարտոֆիլի ցանքատարածություններ, արտադրություն, մենք 2024 թվական 337,000 տոննա կարտոֆիլ ենք արտադրել եւ 2024 թվականին կարտոֆիլի արտահանումը, եթե չեմ սխալվում, ընդհանուր կազմել է շուրջ 15,000 տոննա։ Եթե մենք 14,000 տոննայի շրջանակում, եթե մենք Պարոն Ղազարյան, խնդրում եմ թույլ տվեք խոսալ, հա։ 2023 թվականին ենք համեմատում 1300 տոննա է եղել կարտոֆիլի արտահանումը, 2024-ին նույնիսկ արտահանել ենք։ Դա նշանակում է, որ դա բավարարում է եւ տեղական սպառմանը եւ նույնիսկ մենք արտահանում ենք եւ այս տարի կարտոֆիլի արտահանումը նույնպես շարունակվում է։ Ընդհանուր առմամբ այս օրվա դրությամբ արդեն 4000 տոննայի կարտոֆիլ է արտահանվել։ Պարոն Ղազարյան, խանգարում եք է։ Ինչքանա բերվել, ես կարող եմ հարցը տվել արձագանք տվել, ինչ ասել, որ Պարոն Ղազարյան, խնդրում եմ թույլ տվեք խոսալ։ Մեկ ուղղակի ամփոփիչ մի բան, պարոն Ղազարյան, ասեմ, որ դուք ինձ հետ համակարծիք եք, որ գյուղատնտեսության ոլորտում, երբ որ դուք ծառը տնկեցիք, առնվազն պետք է 3-ից 4 տարի, որպեսզի նա բերք տա։ Եվ գյուղատնտեսության ոլորտում այդպես չի, որ այսօրվա դրված գումարը հատկապես երբ որ մենք խոսում ենք այն գումարների մասին, որոնք որ կապիտալ ծախսեր են, այսօրվա դրված գումարը հենց վաղը ձեզ բերի այն բերքը։ Մենք ստեղծում ենք այն կայուն հիմնական համակարգը, որը որ հնարավորություն կտա բերել այն կայուն զարգացումը։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Կարապետյան։ Տիկին Սարգսյանը կարող է բանոսել։ Պարոն Կարապետյանի հարցից հետո կանդրադառնանք, հա, պարոն Դանիել։ Խնդրեմ։ Պարոն Խոջյան, ուզում էի հետաքրքրվել համայնքային հողերի առուվաճառքների դադարեցման վերականգնման մասին, որովհետև հենց էկոնոմիկայի նախարարության